ճարտարապետության գաղափարների միջև։ Դուք դասանցիներ եք։ Ուրեմն երկրաչափությունը ունի այնպիսի բաժին, որը կոչվում է համաչափություն։ Համաչափությունները լինում են երկու տեսակի՝ առանցքային համաչափություն եւ կենտրոնական կամ ինչպես ասում են կենտրոնային համաչափություն։ Առանցքային համաչափությունը որոշվում է ուղղի նկատմամբ, իսկ կենտրոնային համաչափությունը կետի նկատմամբ։ Մեր ճարտարապետական աշխատանքներում եկեղեցական կոթողները կառուցելիս, խաչքարերը կառուցելիս, եթե այդ քանդակագործը այդ վարպետը գաղափար չունի առանցքային համաչափությունից, այդ շինական կիրառություն ունի, հիմնական առանցքն է նաև գորգագործության մեջ։ Եթե գորգագործը մի պատկերը, մի ձևանմուշը հանում է գորգի մի մասում, այն մյուս մասում պետք է հանի համաչափ։ Աչում հանես ձախում պետք է նույն աշխատանքը, նույն ուզորը, վերևում հանես պետք է ներքևում լինի։ Համաչափությունը, գեղեցկությունը հաղորդում մեր ճարտարապետական, շինարական աշխատանքներին, եկեղեցական կոթողներին, բոլոր տեսակի շինարական աշխատանքներին պետք է անպայման ուրեմն պահպանել։ Ճարտարապետ, ինչն է քեզ ձգել, որ ուզում ես դառնալ ճարտարապետ։ Շատ ես սիրում։ Ուրեմն եթե դու շատ սիրում ես դառնալ ճարտարապետ, մենք շատ ուրախ կլինենք, որ դու քո կեցվածքը, քո դեմքի գեղեցկությունը շատ բավարար է ճարտարապետ աշխատելու համար, պետք է շատ սիրես երկրաչափությունը, կարողանաս լավ տարածական պատկերացում ունենալ, գաղափար ունենալ շատ լավ առանցքային եւ կենտրոնային համաչափության մասին, որպեսզի քո աշխատանքը թեման է համաչափությունը գորգագործության մեջ եւ կցանկանանք ձեզ մի քանի հարց տրամադրել։ Ինչ դեր ունի համաչափությունը գորգագործության մեջ։ Համաչափությունը գորգագործության մեջ երկրաչափ հաշվարկում ենք, հաշվարկ ենք անում, ասենք համաչափ, որպեսզի հենք ենք անում, սկզբից բացատրեմ, հենք ենք անում, հետո երկրորդը սկսում ենք գործել, համաչափ ձևով ասենք կտրված կա, գորգի քարտեզով, մենք քարտեզով ենք համաչափել, գործերի համար եւ ասուք ես դուր եք գալիս այս աշխատանքը։ Սիրով պատասխանեմ, գորգը ժամանակահատված ունի, նայած ինչ գորգ, ասենք ուղե գորգա, մեծ գորգիչ, որ եթե գործում ես ու ստանում ես այդ քո համապատասխան նախշը, այդ ձեր ասած երկրաչափական նախշերը գեղեցիկ տեսքով ստանում ես, բավականություն ես ստանում։ Որն է գորգագործության եւ երկրաչափության կապը։ Գորգագործության եւ երկրաչափության կապը այն է, ես նրանք գործում ես, չափում ես, սրանք է բոլորը չափ են։ Հաշվարկում ես, օրինակ հաշվարկում ենք, հիմա այս բաժանում ենք այսքան այս հատվածի մեջ, հետո հաշվում ենք ինչքան է գնում, հաշվարկանում ես, պատկերը ստանում ես։ Նախշազարդ են, սրանք բոլորը նախշազարդ են, պատկերներով նկարած են, պատը ոնց ես հիմանում, ասենք գործում ես, ես էլ պատին Գրվում է 19-րդ դարով, կոչվում է խնձորեսկի օցագորգ կամ վիշապագորգ, դա գալիս է այս օցաձև պատկերներից է։ Մենք այս բամբակյան թելով ենք անում ենք, հետո այս պտտացնում ենք, ասենք եթե գործում վերջացնում ես, այս օվակը պտտեցնում ենք, որպեսզի թելն անցկացնենք, այս դες ցույց կտամ, հետո նոր կգործեմ։ Ես այսպես անում ենք, որպեսզի թելն Էսկիզի վրա ամենակարևորը պետք է հաշվարկենք քանի բան է։ Բացենք թողնում, հաշվում ենք, 6